Խոյ շաբաթը հարմար է սկսած գործերն ավարտելու համար, աշխատանքում հնարավոր են նոր պարտականություններ, ֆինանսական հարցերում զգուշավոր եղեք։ Ցուլ ընտանեկան և կենցաղային հարցերը առաջնային կլինեն, հնարավոր է հաճելի հանդիպում կամ վաղեմի կապի վերականգնում։ Երկվորյակ շփումների և նոր ծանոթությունների շաբաթ է, կարևոր տեղեկություն կարող եք ստանալ, որը կօգնի հետագա ծրագրերում։ Խեցգետին ուշադրություն դարձրեք առողջությանն ու հանգստին, ֆինանսական հարցերում խուսափեք չմտածված ծախսերից։ Առյուծ ձեր նախաձեռնողականությունը կնկատվի շրջապատի կողմից, հարմար շրջան է ստեղծագործական և անձնական ծրագրերի համար։ Ույս կարող են ի հայտ գալ նախկինում կիսատ մնացած գործեր, համբերատար մոտեցումը կօգնի խուսափել վեճերից։ Կշեռք ընկերական և գործնական կապերը կարող են օգտակար լինել, լավ ժամանակ է համատեղ ծրագրերի համար։ Կարիճ աշխատանքային ոլորտում հնարավոր են փոփոխություններ կամ նոր առաջարկներ, վստահեք փորձին, ոչ թե շտապ որոշումներին։ Աղեղնավոր շաբաթը բարենպաստ է սովորելու, ճանապարհորդելու կամ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ։ Այծեղջյուր ուշադրություն դարձրեք փաստաթղթերին և ֆինանսական պարտավորվածություններին, խելամիտ մոտեցումը կբերի կայունություն։ Ջրհոզ հարաբերություններում կարևոր կլինի փոխզիջումը, լավ ժամանակ է գործընկերային և անձնական կապերն ամրապնդելու համար։ Ձկներ առօրյա գործերը շատ կլինեն, բայց կազմակերպվածությունը կօգնի ամեն ինչ հասցնել, հանգստի համար նույնպես ժամանակ հատկացրեք։